Համացանցում ինֆորմացիա տարածվել, ԿՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ու ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև կոնֆլիկտ է եղել, որից հետո Հայկ Սարգսյանը ԿՊ վարչության կողմից նկատողություն է ստացել։ Առաջի sense տպավորությունը, որ լսում ես, ասում ես լավ, դե նյուժելի այտենց ինֆորմացիաները всё-таки ներքին կուխնյա էլի չեն կարող նենց անեն, որ դուրս չգա, որ հանրությունը չքննարկի այդ ամեն ինչը, բայց դա ընդամենը առաջին տպավորությունն է ու առաջին կարծիքն է։ Օրինակ նախկինում երբևիցե լսել եք, որ ՀՀԿ падգամավորները իրար հետ կոնֆլիկտ ունենան ու վարչությունն էլ ասենք ինչ-որ մեկին նկատողություն տա, չենք լսել բնականաբար, որովհետև եթե անհնար է որ կոնֆլիկտ ունեցած չլինեն, բնականաբար ունեցել են, բայց դե վարչության հարցը չի եղել։ Ասենք իրանց կոնֆլիկտները, չգիտեմ, բիզնես կոնֆլիկտներ, մի բանը կիսելու կոնֆլիկտներ, իսկ այս կոնֆլիկտը ժողովուրդ, ով չգիտի, ասեմ, օրենսդրության նախագծի շուրջ է եղել, հասկանում եք դուք, տարբերությունը մի հատ զգացեք, էլի, օրենսդրության նախագծի շուրջ նմանատիպ կոնֆլիկտ ալնում։ Մի քիչ վերլուծելուց հետո հասկանում ես, որ այս թափանցիկությունը իրոք հուսադրող է։ Ու ես հույս ունեմ այդ կոնֆլիկտը արագ գարտվի, քանի որ երկուսն էլ պրինցիպիալ անձնավորություններ են ու ամեն ինչ հենց երկրի համար անող։ Իրոք ցավալի է, որ պետականությանը նվիրված մարդկանց միջև է կոնֆլիկտ լինում։ Ու ես ուզում եմ, որ թասիբով ընդդիմադիր վերլուծելու ունակություն ունեցող իմ ընդդիմադիր քաղաքացին տեսնի, վերլուծի ու հասկանա, որ ամեն ինչ աստիճանի թափանցիկ է։ Առաջվա նման է ձևականությունը, հա, որ այդ կեղծիկը, որ 30 տարի բանակցել են նույն Արցախի հարցի շուրջ, բանակցել են մաս տալու, ոնց են Արցախը մաս տալու, բայց ժողովրդին ներկայացրել են, թե նորմալ է սա, բանակցում ենք, Արցախը հեսա անկախանալու է կամ չգիտեմ Հայաստանին ամեն, այ այդ աստիճանի կեղծիկ է եղել ամեն ինչ ժողովուրդ ջան, բայց հիմա այդ կեղծիկ այդ ձևականությունները հնարավորինս, ես չեմ ասում, ամբողջությամբ չկա, չէ, բնականաբար նամանավանդ, որ ես էի առաջինը բարձրաձայն է, Հայաստանում ինչ կարգի մեծ գումարներ ամտե ու փորձում են առնել ում հնարավոր է ու ըստ օդում կախված լուրերի շատ հիմնավոր կասկածներ կա, որ հենց ԿՊ-ի ներսում երկու օկու բավականին մեծ գումարներ են տվել, ես էի այդ ամեն ինչը բարձրաձայնել։ Ամեն ինչն է հնարավորինս կեղծիկի վրա եղել, հասկանում եք։ Սամվել Կարապետյանի տղեն խոսում է, ասում է ԿՊ-ի ֆեյքերը մտնում, գրում, չգիտեմ ինչ, բայց այն դեպքում, երբ որ ասենք սա այդ իրանց ֆեյքերը, հենց իմ մոտ նկարներով ֆեյքերի էջերով հարյուրավոր էջեր ունեմ, որ վիդեոներս թերթեք այդ ֆեյքերից բազմաթիվ ֆեյքեր դրել եմ, հենց իրանց ֆեյքերը ոնց են մտնում, նույն բանը sense տպելով գնում։ Մեր ձևով շարժումը ժամկես 3-ով նստած խոսում են, ընդամենը մի թեմային եմ արձագանքում, 5 անգամ ավելի է շատ լայք հավաքում, ասենք։ Հայրը լսեք Սամվել Կարապետյանի եղբոր տղեն Նարեկ Կարապետյանը ինչ մտքեր է արտահայտում, որից հետո Սամվել Կարապետյանի տղեն Տիգրանը, չէ, Տիգրանը Արձականյանն էր, Սարգիսը ասում է իմ ձայնը քեզ այդպես բացայտում է, որ իրենց վարչապետի տեխնացուներ sense ինքնա, բայց այդ ամեն ինչը հեչ, դուք մի հատ մտքերը զգացեք, մտքերը ուշադիր։ Որ Թուրքիայի հետ սահմանները եթե բացվեց, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդ ջան, կարանք հաշվենք Հայաստանից Թուրքիա, Վրաստանով գնալը ինչքան է նստում մի ավտոյի վրա։ 500 թե 400 դոլար տարբերությունը։ Այսինքն մեքենան, որ ֆուռ Հասկացաք, չէ, ժողովուրդ ջան, կառավարություն հասկացաք, չէ, ու սենց դաժե Սերժ Սարգսյանի կառավարություն, Ռոբերտ Քոչարյանի, որ ամեն ինչ անում էր, ձգտում էր, որ Թուրքիայի հետ սահմանները բացվի։ 500 դոլարի տարբերությունը դուք հո չեք գժվել, այդքանը չեք հաշվարկել։ Յանեմ ինչ որ հաշվենք, թե սահմանները բաց է։ Հիմա 500 դոլար ավել մուծեք, թող բանը։ Ժողովուրդ ջան, այն որ մտքեր են արտահայտում, որ իրանք եկել են իշխանություն վերցնեն, որ Հայաստանը սարքեն Ռուսաստանի գուբերնիա, Ռուսաստանն ստիպե, որ իրանք Ռուսաստանից գան նմանատիպ գործունեության զբաղվեն, ես կոչ եմ անում, դադարեցրեք նման բաները։ Չէր կարա Ռուսաստանը նման գաղափարներ, նման մտածելակերպ ունեցող մարդկանց նմանատիպ կարևորագույն գործ Տավերյաներ, ժողովուրդ ջան, իրոք ամոթ է, դադարեցրեք նման խոսակցությունը, սկսած ինձանից, վերջացրած բոլորից է, դադարեցրեք, ամոթ է իրոք։ Սամվել Կարապետյանի տղան ոնց հայ ասում, վсё Նարեկ ջան, իմ ձայնը քոնն է, Նարեկ արդեն տեխնայություն է դրել, ինքն էլ տենց իր ձայնը տալիս է Նարեկին։ Էլ չասեմ Սամվել Կարապետյանի տղեն խոսում է,
10 արված նախադասությունից 9-ի դեմ կարաս դատական հայց ներկայացնես, բայց դες հայց ներկայացնող չեմ, այդ ինձ են իրանք դատի տվես, ընդհանրապես պատրաստվում եմ հակընդդեմ հայցով գամ, իրանք 6 միլիոն են պահանջում, 60 միլիոն են պահանջում, ու վստահ եմ, որ հաստատ կրելու եմ, կասկած չունեմ, նամանավանդ նմանատիպ մտքեր արտահայտելուց հետո մի գրամ կասկած չունեմ, որ կրելու եմ, ու ես համոզված եմ, որ իրանք այտենց իրանց համար այդ դատի տալը, հա, այդ process-ը սենց շուտ բիզնեսի բան է, մարդկանց դատի են տալի, փորձում են գումար պահանջել, գումար աշխատել, քաղաքական հայացքների, քաղաքական հայտարարությունների համար ինչ չէինք լսել մեկը մյուսին դատի տալը, ասես նախադեպ գոյություն չունի իրոքից։ Հետո էլ ասում են ուրիշի ունեցվածքի վրա աշկ չունենք, բախեք ինձի դատի տվե 6 միլիոն դրամ պահանջում։ Այն մարդիկ էլ ով որ ասում են լավ դե ինչ ես ուզում Սամվել Կարապետյան, Ժողովուրդ ջան, իրանք են ինձ դատի տվե, ոչ թե ես իրանց։ Հիմա ինչ որ մի ասում եմ ուշադրի լսեք հայեր ջան ու կհասկանաք, որ ընդդիմություն գոյություն չունի, գոյություն ունի 5-րդ շարասյուն ու գոյություն ունի կեղծիք նախկին իշխանություններ, որոնք 30 տարի մեզ բոլորիս խաբել են իբր թե Արցախի շուրջ բանակցում են, բայց բանակցում են զուտ Արցախը մաս-մաս հանձնելու շուրջ, ուրիշ ոչ մի բան։ 2008-ին Լեռնային Ղարաբաղն առանց նույնիսկ ինքնավար մարզի սահմանների նշված է եղել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Զուտ ադրբեջանական անկլավ է համարվել նաև Տիգրանաշենը։ Ամբողջ օրվա ընթացքում մենք փորձել ենք թեմայի շուրջ ստանալ ՀՀԿ-ականների մեկնաբանությունը, բայց ապարդյուն։ Հայաստանի 2008 թվականի քարտեզն առանց Լեռնային Ղարաբաղի Տիգրանաշենն էլ ադրբեջանական անկլավ։ Այս քարտեզները 2008 եւ 13 թվականներին Հայաստանն է ուղարկել ՄԱԿ։ Ուսումնասիրությունը կատարել է փաստերի ստուգման հարթակը։ Հայաստանի ինքնիշխան Սա այդ թվականի լուրերից էր։ Լսեք ու բոլորդ հասկացեք, թե ինչ է կատարվել։ Սրանց ամեն ինչն է կեղծիք, սրանք դաժե գնում են դատարանում հոգևորականին աջակցելու, այնքան կեղծավոր են, որ իրար մեջ քննարկում են, որ դատին ավելի շատ արժի գնալ Բագրատ Սարգսյանի թե Շիրակի թեմի առաջնորդի, ընդ ինչքան մարդ կլինի, ընդ ինչքան կլինի, որտե շատ Կերևան, որտե քիչ Կերևան, մի հատ շատ լավ հայրենակից ունենք, կռված տղա է, ընդդիմադիր քաղաքացի է, բայց այս գաղափարների համար է ընդդիմադիր, ես տես մարդկանց միմիայն հարգում եմ, որ ասում եմ թասիվով ընդդիմադիրներ, այ նմանատիպ մարդկանց եմ ասում, խոսում է հետս, ասում է կարամ մի բան խնդրեմ, եթերներով այդ իշխանությանը ասես, ու առասարակ այն գաղափարախոսությունը, որը տենց ջաթագում եք, ուզում եք իրականություն դառնա, իրական Հայաստանի գաղափարախոսություն, այդ մարդիկ ովքեր որ այդ գաղափարախոսության հետևից են գալիս, իրանց պրոստը ասես, որ խոսում են, դիմում են, գրառում են, կատարում, որ ընդդիմություն են ասում, ոչ թե ընդդիմություն ասեն, այլ ասեն իրական 5-րդ շարասյուն ասեն իրանց, որովհետև ասում եմ, ես ինձ վատ եմ զգում, որ նման ինքն է լսել, թե ոնց են քննարկում, թե որ դատին արժի գնալ, որտե շատ Կերևան, սենց ապշած վիճակ էր մոտը, ասում եմ, խնդրում եմ, էլի մի հատ ասա, իրանց 5-րդ շարասյուն ասա, ոչ թե ընդդիմություն, իրանք ինչ ընդդիմություն, իրանք երկրի 5-րդ շարասյուն, ու հենց այդ մարդը, հենց այդ որ ասում ընդդիմադիր է, ասում եմ, իրա բառերն եմ ասում եմ, Նիկոլ Փաշինյանին տանել չեմ կարում, կառավարությանը տանել չեմ կարում, բայց կանգնելու եմ իրական Հայաստան գաղափարախոսության կողքին, որովհետև տեսնում եմ, որ սրանք ովքեր են ու Հայաստանը ուր են ուզում տանում, ուր են ուզում տանեն, որ եթե հանկարծ իրական Հայաստան գաղափարախոսությունը չախտես, դառնալու ենք Ռուսաստանի գուբերնիա։ Ասում իրոք ճիշտ ես ասում, երկընտրանքի առաջ ենք կանգնած։ Այդ մարդու խնդրանքն է ու շատը տես ընդդիմադիրների խնդրանքն է, որ գրառում եք կատարում, ընդդիմություն մի ասեք, 5-րդ շարասյուն ասեք։